Ողջույն հարգելի բարեկամներ, այսօր տաղավարում զրուցելու եմ Երևանի Պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ռուսաստանի հարցերի փորձագետ Նարեկ Սուքիասյանի հետ։ Ողջունում եմ ձեզ Նարեկ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նարեկ, այս զրույցի ընթացքում ձեզ հետ առավելապես խոսելու ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, ոչ հեշտ, սակայն շատ կարևոր։ Եվ մենք տեսնում ենք, որ պարբերաբար վերջին ժամանակներում երկկողմ հարաբերությունները բավականին լարվում են եւ օրերս էլ եւ երկուստեք կշտաբանքներով, նաեւ ուղերձներով են փոխանակվում։ Օրերս Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով Վլադիմիր Պուտինը խոսեց ԵՄ-ի հետ կողմնորոշվելու հարցը դրեց Հայաստանի կողմից եւ նաեւ այս համատեքստում հիշատակեց ուկրաինական ճակատագիրը կամ զարգացումները եւ նաեւ Հայաստանից են պատասխան հնչում, դե իսկ Պուտին-Փաշինյան հանդիպան բաց մասի խոսակցությունը առանձին թեմա է։ Այս ուղերձների փոխանակությունը ինչպես պետք է գնահատել, սա առաջին հերթին տեղավորվում է նախընտրական գործընթացում Հայաստանի, թե պետք է դիտարկել ավելի լայն պատկերում, թամապես ինչ է կատարվում երկկողմ հարաբերություններում։ Թե նախագահ Պուտինի մամլո ասուլիսին մայիսին արված հայտարարությունները եւ թե երկկողմ հանդիպման ժամանակ մի ամիս առաջ արված հայտարարությունները շատ փոքր բացառություններով իրենց մեջ որևէ նորություն չէին պարունակում։ Նորությունը այդ ամենի կանում էր նրանում, որ դրանք հնչում են հանրայնորեն Ռուսաստանի նախագահի կողմից եւ նման ամբողջական փաթեթավորմամբ առաջին անգամ։ Ու սա որոշակի էսկալացիա է նախորդ հռետորաբանությունից, թե երկընտրանքի հարցը Օվերչուկի բազմաթիվ ինտերվյուների մեջ ենք մենք տեսել եւ թե ուկրաինայիզացիայի սիգնալները, սպառնալիքները կամ այլ ավելի ծանր սպառնալիքներ են հնչել ռուսական գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից Ուկրաինայի հետ համատությունների կոնտեքստում, հա, առնվազն հետևանքների մասին, հա, իրենց համեմատ հələ Պուտինի ասածը մի փոքր էլ ավելի մեղմ էր, բայց քանի որ սա այս մակարդակով է, նախագահի մակարդակով է ասում, այո, դրա մեջ էսկալացիա կարող ենք տեսնել։ Բայց քանի որ որակական այլ էսկալացիա չենք տեսնում, ես կարծում եմ, որ սա առավելապես երկու պատճառ ունի, մեկը նախընտրականն է, որը փորձ է անում, ինչպես նախագահ Պուտինը ինքը ասաց, ռուսական կողմնորոշվածություն կամ ռուսական հակում ունեցող ուժերի համար մի փոքր ավելի լավ ընտրական փաթեթ ապահովել կամ նվազեցնել ինչ որտեղ թույլատրել իշխող ուժի դիրքերը, որպեսզի այն իր որոշումների մեջ ել ավելի հաշվենկատ լինի Ռուսաստանի շահերի նկատմամբ, զգալով, որ դա նույնպես պետք է հաշվի առնել, այլապես կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ։ Երկրորդ հանգամանքը, դա առաջինը էս նախընտրականը, երկրորդը այն, որ Հայաստանի կոմունիկացիաների բացման կամ փոխկապակցվածության խորացման թրիպի հետ կապված եւ դրա հետ փոխկապակցված այլ ենթակառուցվածքների հարցում կարծես թե մտնում ենք մի շրջան, որտեղ արդեն կարևոր որոշումների կայացման փուլ է։ Ու այստեղ բնականաբար Ռուսաստանը շահեր ունի, առաջին հերթին խոսքը երկաթգծի մասին է եւ քանի որ նաեւ հնչում են Երևանից հայտարարություններ երկաթգծի ապագայի հանդեպ, ապագայի մասին եւ Ռուսաստանի համար ոչ ամենացանկալի թե հնարավոր է ըստ իրենց տրված մեկնաբանություններից ցանով, ապա այս ակտիվացումը, էսկալացիան նաեւ կարծում եմ դրանով է պայմանավորված։ Շատ լավ, մինչև գալու նախընտրական գործընթացներին այսպեսի մեկ հարց, Պուտինի հիշատակումը, հա, խոսքը նրանց երկընտրանքի դնել է իր կողմից, թե ԵԱՏՄ պայմանականորեն, թե ԵՄ, սա ինչով է պայմանավորված։ Հայկական կողմի դեպ նշում է, որ դեռևս երկընտրանքի կամ ընտրելու կողմնորոշվելու հարց չկա, երկու տեղում էլ եւ քաղաքականություն դեռևս բավարար է առաջ շարժվելու համար։ Ինչու է Ռուսաստանը Պուտինի մակարդակով այս հարցը հիմա դնում։ Որովհետեւ դա հանրային քննարկումներում աշխատում է։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում այդ կարևոր ուղղակներում բարձր են գնահատում Հայաստանի կարճաժամկետ հեռանկարում եվրոպական անդամակցություն հետապնդելու շանսերը կամ մտադրվածությունը։ Մենք տեսնում ենք նաև վարչապետ Փաշինյանի արձագանքում կար մի փոքր նաև մեղմում այդ Հայաստանի քայլերի մասին խոսելիս, որ այս պահին նման իրատեսական անհրաժեշտություն չկա ընտրություն կատարելու։ Հնարավոր է, որ Հայաստանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը անցկացնելու տոնը մի փոքր
հնարավոր է ինչ-որ այլ ակնկալիքներ առաջացրել տարբեր մայրաքաղաքներում եւ սա նաեւ հնարավորություն է այդ ակնկալիքները եւս մեկ անգամ ստուգելու, որովհետեւ կային նաեւ հայտարարություններ, որոնք ոչ մատնանշելով հենց անդամակցություն բառը կամ այդ հեռանկարը ունենալը, որ Հայաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին եւ այլն, որոնք կարող էին հարցեր առաջացնել, այդ հարցերը կարծում եմ այս նաեւ վերջին իրադարձությունների կոնտեքստում բավական պարզաբանվեցին։ Տեսեք, Նարեկ, ընդհանրապես այս ձեր ասածը ոնց հասկանում եմ տեղավորվում է ընդհանրապես Ռուսաստանի իր դիրքորոշումները պարտադրելու կամ էլ ինչ-որ ձև ճնշելու նաև նպատակով առաջ տանելու, ինչը Ռուսաստանի տեսանկյունից հասկանալի է, բայց նաև սրան զուգակցելով այն, որ այո, հնարավոր է եւ Ռուսաստանը աջակցում է ռուսամետ ուժերին Հայաստանին դիմադրի դաշտից դիցուկ, բայց նաև այն խոսույթները, որ այն արձագանքները կամ ուղերձները, որ տրվում են Հայաստանի իշխանությունների հասցեին կամ այս ուղերձները, որ Պուտինը ասում է, արդյոք սա հնարավոր է, որ հակառակ էֆեկտը տա, հաշվի առնելով ռուսական ընկալումները կամ հեղինակությունը, ինչ որտեղ հայտնի զարգացումների հետևանքով Հայաստանում, այսինքն համարումը որ կա։ Ես համաձայն եմ ձեր հետ, կարծում եմ, որ դրանք ավելի շատ արժի ծառայություն են մատուցում թե ռուսական կողմնորոշվածություն ունեցող ուժերի ընտրական շանսերին եւ թե Հայաստանում ընդհանրապես Ռուսաստանի, թե ինչպես են մարդիկ վերաբերվում Ռուսաստանին, Դեպ անկախ նրանից թե նրանք Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են թե ոչ։ Հա, որովհետեւ այնպիսի հարցեր են եղել հայ-ռուսական հարաբերությունների վերջին 5 տարիների ընթացքում, որ դրանք հնարավոր է հա ինչ-որ կուսակցական նախապատվություններ կան դրանց մեջ, բայց գերազանցապես իրենք համընդանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր են, այլ ոչ թե կուսակցական եւ այն այսպես ասած նեղացվածությունը, որ Հայաստանի հասարակությունը ունի Ռուսաստանից, այդ մենակ նախընտրական կոնտեքստում չպետք է նայել։ Կարծում եմ հա, այստեղ կա նաև սխալ ընկալում Հայաստանի կամ առնվազն ինչ-որ այլ նպատակ, որովհետև եթե հարցը դրվում դե ռեֆերենդում արեք, տեսեք որ կողմ եք գնում, ես չեմ կարծում, որ Ռուսաստանում ծանոթ չեն Հայաստանում սոցիոլոգիային եւ չգիտեն արդյոք որ Հայաստանում այդ նախապատվությունը, եթե լինի ռեֆերենդում ամենայն հավանականությամբ ավելի շատ են դրա անցնելու շանսերը, քան չանցնելու շանսերը, հա, ապա այս հայտարարությունը նաև դրա համար եմ ես զուտ նախընտրական կոնտեքստում նայում, այլ ոչ թե որպես իրատեսական պահանջ ընտրություն կատարեք հիմա, որովհետև կարծում եմ նաև այնտեղ են հասկանում, որ դա հեռանկարային չէ, բայց նաև այս եթե հակառակ տեսանկյունից գանք, որ չէ, իրոք սխալ են հաշվարկում Մոսկվայում, ապա այս ուղղության մենք գուշակություններ ենք անում, հա, ինչ-որ չափով կամ փորձում ենք դեդուկցիայով հասկանալ ինչն է հնարավոր է սպային։ Նաև չեմ բացառում իրոք սխալ հաշվարկների սցենարը, որովհետև Ռուսաստանը վերջին տարիներին առնվազն իր հեղինակությունը, իր դիրքերը, իր ներկայացվածությունը հեռանկարները Հայաստանում ապահովելու համար բնավ ամենալավ քայլերը չի կատարել, ամենաճիշտ գործընկերների վրա հույսը չի դրել, հա, եւ շարունակաբար այդ ոչ ռուսական ցանկալի սցենարներով են ավարտվել եւ չեմ բացառում, որ սա նույնպես շարունակությունն է այդ քայլերի։ Ու նաեւ պետք չէ, ինձ թվում է գերագնահատել Ռուսաստանի հանրային գործընթացների վրա ազդելու կարողությունն ու պրոֆեսիոնալիզմը, որովհետեւ հատկապես ընտրական կոնտեքստներում, որովհետեւ մենք գիտենք, որ թե Հայաստանով, թե Մոլդովայով կամ թե Հունգարիայով, Աբխազիայով զբաղվող ընտրական process-ների մեջ ներգրավված է, զբաղվող գործիչը պարոն Կիրիենկոն այս բոլոր երկրներում Ռուսաստանի համար ցանկալի տեխնացուները ոչ տպավորիչ արդյունքներ են գրանցել կամ պարզապես պարտվել են։ Այսինքն այդ ակնկալել, որ հա եթե ներգրաված են աշխատում են, ուրեմն ճիշտ են աշխատում, գիտեն ոնց ապահովելու են, չէ։ Նաև ես ես չեմ ուզում ինչ-որ ապահովության բարձիկ դնել մարդկանց, որ չէ որևէ շանս չկա եւ այլն։ Բայց կա նման նախադեպ։
Հա, այսինքն մենք տեսնում ենք, որ Հունգարիայում այդ հաջողությունը չեղավ, Մոլդովայում այդ հաջողությունը չեղավ, ու հիմա տեսնում ենք, որ Հայաստանում առնվազն այն ինչը կարող ենք դատել վերջին շաբաթներին, ամիսներին, սպասելով իհարկե նախընտրական հենց ընտրություններին ավելի մոտ սոցիոլոգիական արդյունքներին, առանձնապես լուրջ տպավորիչ արդյունքներ չկան, երևի թե ավելի հաջողված է ռուսական թե տելեգրամյան ալիքների, թե այլ հանրային կարծիքի վրա ազդելու փորձերի մեջ վախերի հնարավոր է սերմանումը կամ անվստահության սերմանումը, Հայաստանի հնարավոր եվրոպական հեռանկարի հանդեպ սկեպտիցիզմ առաջացնելը, բայց ոչ պրոռուսական տրամադրություններ ստեղծելը։ Ու կարծում եմ այստեղ է հենց Ռուսաստանի հանրային դիվանագիտության գլխավոր բացթողումներից մեկը Հայաստանի հետ, որ Ռուսաստանը ավելի քիչ է առաջարկում ինչ-որ դրական պատմություններ, ձեռքբերումներ, գրավչություն Ռուսաստանի հետ մեծանալու կամ ապագան հատկապես քան թե փոխեցնելու։ Հա, այսինքն ավելի շատ շեշտը դրված է կարծում եմ այլ հեռանկարները դելեգիտիմացնելու, քան Ռուսաստանի գրավչությունը բարձրացնելու վրա։ Իդեպ ձեր խոսքում նշեցիք Մոլդովան, այս հետարքի դեպքային իմաստով որ շատ են քննարկումները, նաև ինչ որտեղ շարժումները չեն բացառում Մոլդովայի հետ համեմատության հետ կապված, ես եղել եմ իհարկե Մոլդովայում, զարգացումներին հետևել եմ, իհարկե տեսել եմ նմանություններ, բայց նաև շատ տարբերություններ։ Կուզեի նաև ձեզ հարցնել, որքանով են որ սրանք շատ նման են, որովհետև թանուր խոսքներն են, որ խոսք է գնում այսպես կոչված հիբրիդային պատերազմի մասին եւ այլն, եւ ոչ միայն այսպես կոչված, նաեւ հիբրիդային, այո, այսպես ասում են, նոր տերմին է, եւ ընդհանրապես սա Հայաստանի դեպքը ինչպիսին է եւ որքանով է Հայաստանում կայանալիք ընտրությունները իսկապես շատ կարեւոր արդյունքներ է Ռուսաստանի համար։ Ինձ թվում է, որ շատ կարեւոր լինեն, մենք հիմա մի քիչ այլ Ռուսաստանի գործողություններ եւ մասնակցություն կտեսնեինք, ես այդ չեմ տեսնում, որովհետեւ առնվազն կարծում եմ, որ եթե համեմատենք Մոլդովայի հետ, օրինակ Մոլդովայում իշխող ուժը եւ Հայաստանում իշխող ուժը իրենց վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ շատ տարբեր է։ Եթե Մոլդովայում հարցերը ավելի կատեգորիկ են դրված, միանշանակ փակել ռուսական էջը, Ռուսաստանը բացառապես ընկալվում է որպես սպառնալիք եւ այլն, Հայաստանում այդպես չի։ Հայաստանում իշխանությունը բազմիցս հենց վերջին ամիսների ընթացքում ասել է, որ Հայաստանը չի մասնակցել, չի դառնալու սպառնալիք Ռուսաստանի համար, չի դառնալու հակառուսական եւ այլն, չի խզելու կապերը։ Ու կարծում եմ, որ Ռուսաստանը իշխող ուժի նախ ինձ թվում է կա գնահատական այն մասին, որ այդքան էլ բացառված չէ իշխող ուժի վերադարձը կառավարություն, հետեւաբար ինչ որ կամուրջներ պահպանել ամեն դեպքում անհրաժեշտ է շարունակելու աշխատելու համար, բայց նաև կա անցալում, որ ինչքան էլ պրոբլեմատիկ, ոչ ցանկալի, հնարավոր է ոչ այդքան հարթ, բայց հնարավոր է աշխատել։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ռազմավարական շահերը, կենսական շահերը առնվազն վերջին 8 տարիների ընթացքում լուրջ վնասներ չեն կրել Հայաստանում եւ այսինքն ինչ որ լեզու գտնելու հնարավորություն եղել է արդյոք սրանից հետո ինչ որ մի ջրբաժան կլինի որ արդեն նման բաները ռիսկի տակ կհայտնվեն չի բացառվում Դուք ավելի շատ օրինակ նկատի ունեք սահմանապահների դուրս գալը այդքան էլ չէ սահմանապահներին է ինչքան ավելի շատ կարծում եմ Ռուսաստանի նաև կարճաժամկետ հեռանկարում երկաթգծի հարցը դրված կլինի սահմանապահներին է նույնպես որովհետև Հայաստանը վիզաների ազատականացման գործընթացում ունի նման պարտավորություն իր սահմանների նկատմամբ անվտանգության ամբողջական վերահսկողություն ապահովելու հարցում, բայց դատելով օրինակ թե ինչպես ռուս համանապանները դուրս եկան ու այն ուղեկալները, որոնք տեղակայվել էին 2020 թվականի պատերազմից հետո կամ Զվարթնոցից եւ այլն, կարծում եմ այդտեղ էլի հնարավոր են ինչ-որ անհարթություններ, բայց կարծում եմ, որ ենթակառուցվածքների հարցում Ռուսաստանի անհանգստությունները էլ ավելի մեծ են։ Այսինքն կոնտեքստը տարբեր է Զվարթնոցից դուրս գալ եւ սահմանից։ Միանշանակ տարբեր է, միանշանակ, բայց էլի ինչ որ այդ պարադիգմի մեջ է տեղավորվում ու Հայաստանը վերցնելով այդ, այսինքն այնտեղ պայմանավորվածությունը նրա մասին է, թե Հայաստանը ունի անհրաժեշտություն չունենալով կարողություն։ Եթե Հայաստանը ձեռք է բերում կարողություն ապահովելու իր սահմանների անվտանգությունը
ինքնուրույն, ապա այդտեղ արդեն մի քիչ խոսակցությունը գնում է ֆորմալիստական, լեգալիստական դաշտ, իսկ օրինակ երկաթգծի պարագայում մի քիչ իրավական պարտավորությունները ավելի դժվար մեկնաբանելի են քաղաքական եւ տնտեսական ենթատեքստերով, իսկ Ռուսաստանը կարծում եմ այստեղ այնպես չի, որ ամբողջովին դեմ է ներդրումներ կատարելուն կամ մասնակցելու են խաղաղության խաչմերուկին ընձեռով, ինչպես առաջարկում է կառավարությունը, բայց կան նաև ավելի պրակտիկ անհանգստություններ, այս պահին ռուսական երկաթուղին ամենամեծ պարտքի տակ գտնվող պետական կորպորացիաներից է Ուկրաինայում պատերազմով պայմանավորված, քանի որ շատ մեծ է ծանրաբեռնվածությունը դրա վրա, այսինքն այնտեղ մեծ կարողություններ կան, որ հիմա անգամ փորձում է վաճառել եւ զուտ տնտեսական տեսանկյունից նպատակահարմարություն է այս ներդրումները անելու եւ թե դրանք ինչքանով վերադառնալի կլինեն, այդ անհանգստությունները կան, այսինքն կարծում եմ, որ Օվերչուկի մեծ ինտերվյուն երկրի ղեկավարների հանդիպումից մեկ օր անց, կարծում եմ այդտեղ թելով անցնում էր տնտեսական նպատակահարմարության հարցը, որը ես ինտերպրետացնում եմ որպես դուք ինչ եք առաջարկում։ Հա, անենք, վերագործարկենք, վերակառուցենք, բայց դա զուտ բարի կամքի արտահայտում կամ անգամ եթե մենք ունենք իրավական պարտավորություններ պայմանագրով, մենք զուտ դրա համար չենք անելու։ Այսինքն տնտեսական շահերը ինչ որտեղ նաև քաղաքական շահերին գուցե չեն համընկնում։ Էդ էլ կա, տնտեսական շահերի տեսանկյունից հա, կարծում եմ ընդհանրապես այդ առաջնահերթություն չէ իրենց համար հիմա սա, թեև կարող է առաջնահերթություն լինել որպես կոմունիկացիա, բայց հնարավոր է նաև իրենց գնահատականով սա չի կարող բավարարել իրենց կարիքները։ Հետևաբար Նարեկ այս համատեքստում, երբ որ հայ-ռուսական հարաբերությունները վայրի վերումներով են աչքի ընկնում եւ կան այս բարդությունները, դուք նշեցիք, այսինքն կոմունիկացիաների հարավ-կովկասյան երկաթուղու հետ կապված կա նաև այլ թեմա, կոնցեսիայի հարցը, որը փորձում են արտապատվիրակել, ճիշտ է, այլ երկրի, բնականաբար Ռուսաստանը որքան որ հասկանում ենք դժկամությամբ է վերաբերում, բայց մյուս կողմից էլ խոսքը այնպեսի առանցքային կետերի մասին է, ինչպես երազ, որը պետք է ավելի լայնացնի մեր 3P տրամաբանությունը կամ ենթակառուցվածքային մակարդակը եւ հնարավորությունները։ Ինչպես եք տեսնում այս բարդ, բայց աշխատանքային այս միջավայրում նման հարցերի քննարկումը։ Կարծում եմ նման հարցեր չեն քննարկվում նախընտրական շրջանում, կարող է ինչ-որ դրանց անդրադարձ լինում է, բայց որոշումներ չեն կայացվում այս մասով։ Կարծում եմ, որ թե առաջին անձանց մակարդակով հանդիպումը նախորդ ամիս, դրան հաջորդած նաև ղազախական պատվիրակության այցը տարածաշրջան Հայաստան եւ Ադրբեջան այս թեման բացել է։ Նաև Ղազախստանը այստեղ դիտարկվում է մի քանի պատճառներով, որովհետև նախ իրենք ունեն կարողություններ արտադրողական երկաթգծի ոլորտում, բայց նաև միգուցե այն դիտարկվում է որպես Ռուսաստանի համար եւս ոչ այնքան վատ հեռու տարբերակ, ինչ որ իր մասնակցությունը կամ տնտեսական ինչու՞ չէ նաև քաղաքական շահերը շարունակելու ապահովել։ Հեռացնելու են ստացվում։ Հա, թե այս մենք հիմա խոսում ենք թե այս պարագայում եւ թե թրիպի պարագայում կամ մի շատ կարեւոր նրբություն։ Մենք Հայաստանում քաղաքականության, արտաքին քաղաքականության մասին խոսելիս վերջին տարիներին տաղավարներ ենք հրավիրել աշխարհաքաղաքագետների, հա, ասենց ուժային կենտրոններ եւ այս հիմա պարադիգմաները փոխվում են։ Հիմա ես այս տաղավարում շատ ավելի պակաս օգտակար կարող եմ լինել բացատրելու թե ինչ է կատարվում, քան օրինակ միջազգային լոգիստիկ ցանցերի իրավական մասնագետները, քան տրանսպորտնիկները, քան տնտեսագետները, որովհետև հարցերը գնում են շատ տեխնիկական ոլորտ։ Հիմա թրիպի պարագայում եւս թե ինչ իրավական կարգավիճակ է լինելու այն, ֆինանսավորումը ինչպես է տեղի ունենալու, ինչ տնտեսական մոդելով է աշխատելու։ Դրանք բոլորը իրավական հարցեր են, որոնք այս պահին գտնվում են ակտիվ քննարկման փուլում։ Ու այստեղ այդ քաղաքագետները շատ ավելի կամ քիչ բան կարող են ասել կամ պետք է մի քիչ վերապատրաստվեն այդ հարցերից էլ ավելի լավ գլուխ հանելու համար ու նաև մեզ լսողներին խորհուրդ կտամ ավելի քիչ լսել քաղաքագետներին, ավելի շատ տնտեսագետներին եւ միջազգային առևտրի տնտեսագետ եւ իրավաբան մասնագետներ։ Կարող են փոխներացնել։ Չէ, ես ավելի շատ նկատի ունեի նաեւ ընտրություններից հետո այս հարցերը կարող են արդյունավետորեն քննարկվել եւ ընդհանուր եզրահանգումների կա։ Չեմ տեսնում լուրջ պատճառներ, թե ինչու ոչ, այո։ Այսինքն հնարավոր է այս
Կարծում եմ ռուսական կողմի ներգրավումը կոմունիկացիաների ոլորտում։ Դե խաղաղության խաչմերուկի հարցում կառավարությունը հրավիրում է բոլորին մասնակցել եւ նաեւ ոչ պակաս կարեւոր մաս այդ խաղաղության խաչմերուկի հյուսիս-հարավն է, որտեղ Ռուսաստանը ունի շահեր, դա նաեւ կարեւոր մաս է Ադրբեջան-Թուրքիա հաղորդակցության Հայաստանի միջոցով հյուսիսում, ոչ միայն թռիպը հարավում, այլ նաեւ հյուսիսում թե երկաթգիծ թե ավտոճանապարհ առաջին հերթին նաև ավտոճանապարհ բացելու հեռանկար, որոնք նույնպես Ռուսաստանի համար կարևոր են եւ Ռուսաստանը նույնպես հրավիրված է մասնակցել եւ ներգրավել այս քննարկումներում եւ գործընթացներում։ Ուղղակի քանի որ անհայտ փոփոխականները մինչև ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում մի քիչ շատ են լինելու, նման հարցերը չեն քննարկում այս պայմաններում։ Իրեն կարող են արծարծվել, ստուգել տրամադրություններ եւ այլն, բայց որոշումների կայացման փուլը կարծում եմ դեռ կսպասի։ Շատ լավ, եւ վերջում կուզեի խոսել հարցնել, արդյոք Ռուսաստանը ունի ընդգծված ռազմավարական նպատակ կամ քաղաքականություն հարավային Կովկասում, եթե այո, ապա վերջին տարիների ընթացքում ինչպես է փոխվել է կամ չէ, եւ հետո կա կարծիք առ այն, որ եթե մի 4-5 տարի առաջ Ռուսաստանը հարավային Կովկասում ուներ բազմաթիվ նաեւ քաղաքական լծակներ, հիմա կարծեք թե դա չասեմ դրանից դա պակասել է, բայց կամ վերացել է, բայց այնուամենայնիվ ավելի են ընդգծվել տնտեսական լծակները, քան թե քաղաքական հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից հետո տեղի ունեցող զարգացումները, ինչ կասեք այդ մասին։ Կարծում եմ փոփոխություն այո տեղի է ունեցել Ռուսաստանի քաղաքականության հարավային Կովկասում։ Փոխել է ոչ միայն տարածաշրջանում, այլ կարծում եմ գերազանցապես հետսովետական տարածքում, երևի թե բացառապես ուկրաինական ուղղությամբ։ Ուկրաինայում պատերազմը նույնպես այն խթաններից էր, որ բերեց այդ քաղաքականության փոփոխության, եւ այն կայանում է ռեսուրսների խնայելու մեջ եւ ռեսուրսները ուղղելու միայն այն հարցեր, որտեղ դրանք առավելապես կարևոր են, այսինքն ինչ որ օպտիմիզացիա, որոնք են հետեւաբար Հայաստանում այդ շահերի կարևորությունը, որոնց դեպքում է որ Ռուսաստանից ինչ որ ել ավելի գործնական պատասխան արձագանք կարող ենք սպասել։ Դա ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցությունն է ու նաև այս վերջին մեր խոսակցությունը հենց դրա պատճառով կարևոր է, դրա համար էլ խոսում ենք դրանից հիմա, ռուսական ենթակառուցվածքների հարցն է, այդ թվում երկաթգծի, դերևս պետք է տեսնենք ատոմակայանի հարցում ինչ կլինի, նաև երևի դա է պատճառը, որ կառավարությունը թեև արդեն Միացյալ Նահանգների հետ ավարտում է 1-2-3 պայմանագիրը, որը ատոմակայանի կամ ատոմային համագործակցության հարցում կանաչ լույս է վառում Ամերիկայի հետ, բայց դերևս մենք չենք լսում վերջնական պատասխան, որ հա մենք որոշել ենք Միացյալ Նահանգների հետ այդ համագործակցությունը անել։ Ու կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա շեշտը դնում է ոչ թե դոմինանտություն ապահովելու ամեն գնով, այլ փորձելու պահել իր շահերը եւ Հայաստանին հնարավորինս ինչ որ սահմանազատված տարածքում։ Այսինքն մտածողության փոփոխություն է։ Նաև կարծում եմ այս անհրաժեշտությունից դրդված փոփոխություններ են, եթե Ռուսաստանը ունենար այն ճոխությունը շարունակելու առանց դետալների մեջ մարանալու իր դոմինանտությունը այստեղ ապահովելու այդ ճոխությունը ունենար, կարծում եմ այդ փոփոխությունը տեղի չէր ունենա։ Ռեսուրսների խնդիր կա եւ այդ ռեսուրսները օպտիմալ ծախսելու։ Ոնց է փորձում այդ շահերը ապահովել տարբեր մեթոդներով, առաջին հերթին մեթոդը ինստիտուցիոնալն է, քանի դեռ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում է, Եմեն հնարավոր չէ։ Քանի դեռ Հայաստանը հապկի մեջ է կամ Հայաստանում կա ռազմաբազա, ապա այստեղ արևմտյան ռազմաբազայի կամ Հայաստանի անդամակցությունը այլ թեկուզ արևմտյան կամ այլ ռազմական միավորման անհնարին է։ Քանի դեռ կա Ռուսաստանի ներկայացվածությունը ռազմավարական ենթակառուցվածքներում, ապա Հայաստանի փոխկապակցվածության քաղաքականության վրա նույնպես ազդեցություն կա։ Սրանից բացի նաև օգտագործվում է ինչ-որ սիգնալների քաղաքականություն, էլի հետ պահելու, այս ինչ-որ ծանր ենթակառուցվածքներն են Հայաստանին պահելու, փափուկ ենթակառուցվածքները դա արդեն հաղորդակցության միջոցով է։ Այս քայլն է կանում Ուկրաինայի սցենար։ Դու ուզում եք Եվրամիություն, ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Սանկցիաներ, ապրանքների հարցում ինչ որ Հայաստանի արտահանման
խնդիրներ եւ այլն, որոնք ապահովում են Հայաստանին ինչ որ ակնկալելի կամ կանխատեսելի արտաքին քաղաքական ծիրում պահելու հարցը, քանի դեռ ռեսուրսները սուղ են։ Թե քաղաքականությունը ինչպես կփոխվի, նաև մեծապես կախված է Ուկրաինայում պատերազմի ելքից, այդ ելքի ձևից եւ Ռուսաստանի կարողություններից եւ թե Ռուսաստանը ինչպես ինքնին իրենք կգնահատեն պատերազմի արդյունքները։ Խոսքը բնավ հանրային հայտարարությունների մասին չէ, թե ինչպես հաղթեցինք կամ չհաղթեցինք, այլ ինչպեսի գնահատական իրոք կտրվի, վարձոք այդ գնահատականը որևէ փոփոխություն ազդեցություն կունենա կվերափոխվի իսկապես քաղաքականությունը մոտեցումը։ Ինչպես իրենք կգնահատեն իրենց ռեսուրսները պատերազմից հետո, եթե գնահատվի, որ ունենք բոլոր այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ է մաքսիմալիստական քաղաքականություն վարելու համար, ապա քաղաքականությունը նույնպես կդառնա մաքսիմալիստ։ Եթե շարունակվի այս մի քիչ օպտիմիզացիան, ապա կտեսնենք մոտավորապես այն ինչ որ տեսնում ենք։ Ասեմ բոլոր դեպքերում, եթե նախկինի պես այդքան շատ սուր չեն արձագանքում այս կամ այն երկրի հետ խորհրդային ինքնուրույն եւ սուվերեն քայլերը, դրանք պայմանավորված են բոլոր դեպքերում ուկրաինական ճգնաժամով։ Դա մեծ հանգամանքներից մեկն է։ Էլի հանգամանքներ կան, թե ներքին տնտեսական, թե դասերի քաղում Ուկրաինայից, Վրաստանից ոչ թե պատերազմական, այլ աշխարհական գործընթաց։ Ոչ աշխարհական, ներքին քաղաքական, այլ որ երկիրը իր ներքին կառուցվածքն է փոխում, ժողովրդավարություն եւ այլն կամ էլիտաների փոփոխություն եւ Ռուսաստանի արձագանքը մի շարք իր հարևան պետություններում չի աշխատել այնպես, ինչպես Ռուսաստանը կուզենար, չի ապահովել Ռուսաստանի համար ցանկալի սցենար։ Ու դրա այդ դասի քաղումը կարծում եմ նաև մեր հեղափոխության ժամանակ մենք տեսանք։ Հա, Ռուսաստանի արձագանքը 2010 թվականի Թավշյա հեղափոխությունը տարամագծորեն տարբեր էր վրացական, ուկրաինական կամ այլ հեղափոխություններին, որ իրենք գունավոր են համարել կամ ավելի աշխարհաքաղաքականորեն զգայուն։ Ու կարծում եմ, հա, այս օպտիմիզացիան նա ինչ որ հիմա մենք տեսնում ենք, հետևանքները կամ դարափոփոխությունները գերազանցապես ոչ միայն, բայց գերազանցապես կախված են Ուկրաինայում պատերազմի ելքից։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Ռուսաստանի հարցերի փորձագետ Նարեկ Սուքիասյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։